Ընտրողների նախնական ցուցակներն ըստ ընտրական օրենսգրքի ընտրատեղամասերում փակցվում են քվեարկության օրվանից 40 օր առաջ։ Ըստ այդմ հոկտեմբերի 23-ին լիազոր մարմնի կողմից բոլոր 45 ընտրատեղամասերին բաժանվել են ընտրողների նախնական ցուցակներն ու դրանք փակցվել համապատասխան տեսանելի վայրերում։ Ընտրողների թիվը կազմում է 55,000, 20,000-ը գյուղական բնակավայրերից, 35,000-ը Գյումրիից։ Ըստ ընտրական գործընթացի հաջորդականության թիվ 35 ընտրատարածքն այժմ ընդունում է տեխնացուների գույքի ու եկամտի մասին հայտարարագրեր։ Այս 5 օրվա ընթացքում մենք կավարտենք հայտարարագրերի ընդունումը, որից հետո գործընթացը կսկսվի հանձնաժողովի նախագահների եւ քարտուղարների նշանակում, ընդդրություն, կենտրոնական հանձնաժողովից կստանանք, ամսու 2-ից 7 տնգա ժամանակահատվածում կկոմպլեկտավորվի բոլոր տեղամասային հանձնաժողովները։ Ոչ ընտրատարածքը եւ ոչ էլ ընտրատեղամասերը ընտրողներից հրապարակված նախնական ընտրացուցակների վերաբերյալ բողոքարկումներ առայժմ չեն ստացել։ Լիազոր մարմնին եւս դիմողներ չեն եղել։ Նշենք, որ ընտրական ցուցակներում տեղ գտած անճշտությունները լիազոր մարմինը վերացնելու է քվեարկության օրվանից ոչ ուշ քան 4 օր առաջ։ Այս պայթարության ոչ մի դժգոհություն, ոչ մի դիտողություն, թե քաղաքացիների կողմից, թե տեխնացուների կողմից չեն ստացել։ Տեխնացուների գրասենյակներում այս օրերին ուսումնասիրում են ընտրողների հրապարակված նախնական ցուցակները։ Ըստ падգամավորի տեխնացու Մուրադ Գրիգորյանի ուղղճացված ընտրացուցակները Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար միշտ էլ ընտրակեղծիքներ իրականացնելու հարմար միջոց են եղել։ Ուստի դրանք այս անգամ մանրամասն ուսումնասիրվում են թե գյուղերում եւ թե քաղաքում։ Անձնագրային բաժնից տեղեկացնում են, թե ուղղճացված ցուցակներ ասվածն այլ հասկացողություն է։ Ուղղակի ցուցակներում տեղ են գտել նաեւ այն մարդկանց անունները, ովքեր Գյումրիում չեն ապրում, բայց ունեն քաղաքի գրանցում։ Եթե քաղաքացին հաշվառված է Գյումրի քաղաքում, ուրեմն պետռեգիստրը պարտավոր է այդ մարդուն ընտրացուցակ ընդգրկելու։ Այսօր գնացել եմ, գործարար եմ, աշխատանքից վայրը փոխել եմ, սակայն այդ ինչ որ գալիս եմ ընտրության ու տեսնում եմ, որ ես ընտրացուցակից բացակայում եմ։ Ինչ ընկերով են այդ մարդուն դուրս գրվել ընտրացուցակից։ Հայաստանում չբնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ինչ-ինչ պայմաններով, ինչ-ինչ հանգամանքներում ձեռք բերված մեր հայրենակիցներ մեր տարածքում, մեր երկրում մասնակցում են ընտրությունների եւ փորձում են վճռորոշ դերակատարում ունենալ։ Падգամավորի տեխնացու Մուրադ Գրիգորյանին հարցրեցինք, թե ինչպիսին են իր հաղթելու շանսերը դեկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում։ Հատկապես, որ մրցակից տեխնացուն ամեն հարմար առիթի դեպքում հայտարարում է, որ այս անգամ վստահ է, որ հաղթանակն իրենն է լինելու։ Եվ բացի այդ, թիվ 34 ընտրատարածքում Մուրադ Գրիգորյանը մրցել է Արման Սահակյանի հետ եւ պարտվել ձայների մեծ հարաբերակցությամբ։ Ըստ նրա, որքան էլ իշխանական լծակներն աշխատեն Արման Սահակյանի օգտին, միևնույնն է ընտրողն է լինելու իր ձայնի տերը։ Նախորդ ընտրությունների ամեն մի մանիպուլյացիա, որ աշխատեցրել են աշխատանքի մեթոդները, այնպես որ գոնե այսօր ժամանակը չի փակագծեր բացելու, մենք դրա դեմն առնելու ենք եւ հույս ունենք, որ այս ընտրություններում եւս հաղթելու է մեր տարածքի ընտրողը։ Նշենք, որ դեկտեմբերի 2-ին կայանալիք падգամավորի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 7-ից ու կընթանա մինչև նոյեմբերի 30-ը։ Դեկտեմբերի 1-ին լռության օր է, իսկ դեկտեմբերի 2-ը նշանակված է ընտրությունների օր։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս։